սպասում 2026 թվականի մարտ ամսին կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի կարիճների։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Գիտեք ինչ, ստատուսի բարձրացում, կարող է լինեք մայրիկ, հայրիկ, պապիկ, տատիկ, հնարավոր է ծնվի երեխա, հնարավոր է ծնվի թոռնիկ, հնարավոր է ձեր երեխայի ամուսնություն լինի, հնարավոր է ձեր երեխայի կնունքը լինի, մկրտությունը լինի։ Ընդհանրապես, գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում մարտ ամիսը շատ հաջող ամիս է լինելու, հաջող։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, արդեն նույնիսկ կակներ եք բաժանության եզրին, սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ դրանք բոլորը անցնելու են, դուք այդ իրավիճակից դուրս եք գալիս հաղթանակով, ամեն ինչ կատարվելու է ձեր սրտով, ձեր ցանկությամբ։ Այն կարիճները, ովքեր որ ամուսնացած չեն, դա եւ տղամարդկանց է վերաբերվում եւ կանանց է վերաբերվում, ովքեր որ ամուսնացած չեն, այն կարիճները հնարավոր է որ ձեր կյանքի մեջ լինի ամուսնություն, լինի ամուսնության առաջարկություն, հնարավոր է որ դուք երկար ժամանակ իրար հետ շփվում եք, բայց այժմ ձեր շփումը դառնա օրինական, դառնա ամուսնություն, դառնա պսակադրություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եւ այդ հաջողությունները ֆինանսական ոլորտում ուրախություն է բերելու, երջանկություն է բերելու ձեր ընտանիքի անդամներին, հնարավոր է տուն ունենաք, հնարավոր է տուն ձեռք բերեք, հնարավոր է ժառանգություն ստանալ, երկար սպասված մեծ ներդրումներ եղնի ձեր ֆինանսական գործունեության մեջ։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, հնարավոր է որ ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն լինի, դուք կարողանաք ձեր էներգիան, ձեր ներդրումը, ձեր ֆինանսը օգտագործեք ձեր սեփական գործունեությունը ակտիվացնելու համար։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2026 թվականի մարտ ամսին։ Այն կարիճները, ովքեր որ երկար ժամանակ երեխա չեն ունեցել, հնարավոր է